Թրամփը կքանդի ևս մեկ համաշխարհային կառույց։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է առևտրի համաշխարհային կազմակերպության իր բաժին հատկացումները, հաղորդել է Reuters-ը։ Սա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմը փաստացի ձեռնամուխ է լինում ԱՀԿ ապամոնտաժմանը։ Գործնականում Թրամփը մի շարք երկրների հանդեպ բարձրացնելով մաքսատուրքերը, ընդ որում քաղաքական խնդիրներ հետապնդելու բավականին բաց նպատակով, արդեն իսկ ըստ էության կասկածի տակ է դրել ԱՀԿ կարգավորումներն ու կանոնները, այսինքն դե ֆակտո դա արդեն իսկ ԱՀԿ ապամոնտաժում է։ Հետևաբար խոսքը կարող է լինել դե ֆակտո և դե յուրե պրոցեսի վերլուծման մասին։ Դոնալդ Թրամփն իր պաշտոնամուտից հետո դադարեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անդամակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, դուրս է եկել կլիմայի համաշխարհային համաձայնագրից, ըստ էության վերանայում է ՆԱՏՕ համակարգը։ Առայժմ քաղաքական տրամաբանության մակարդակում, բայց բավականին հստակ հայտարարություններով խթանելով Եվրոպայում ու Եվրատլասյան հարաբերություններում անվտանգության նոր ճարտարապետության մասին խոսակցությունները։ Եվ այժմ այդ շարքում է ներառվում նաև ԱՀԿ-ն, ինչը կարող է նշանակել համաշխարհային տնտեսական հարաբերությունների առանցքային համակարգի փլուզում։ Սա մեծ հաշվով զարմանալի չէ, որովհետև եթե փլուզվում է աշխարհակարգը, եթե ձևավորում է նորը, կամ միտում կա նորը ձևավորելու, ապա բնական է, որ փլուզվելու է ոչ միայն իրավաքաղաքական, ռազմաքաղաքական, այլ նաև տնտեսաքաղաքական համաշխարհային համակարգերը։ Սա նշանակում է, որ ըստ էության ավելի է բարձրանալու լոկալ համակարգերի դերը տնտեսական հարաբերությունների համատեքստում։ Արդյոք Հայաստանն այդ առումով դիտարկում է օրինակ դրանցից մեկի՝ BRICS-ի հետ հարաբերությունների ընդլայնման որևէ հեռանկար։ Համենայն դեպս հատկանշական էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Բրազիլիա, որը BRICS հիմնադրամի անդամի 5 երկրներից մեկն է՝ Բրազիլիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Չինաստան, Ռուսաստան։ Կազմակերպությանը 2024 թվականից միացել են նաև Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Եթովպիան։ Անշուշտ խոսքը իհարկե Հայաստանի անդամակցության մասին չէ, այլ տնտեսական համակարգերի հետ հարաբերությունների, կայուն համակարգի և օրակարգի կառուցման։ Անշուշտ ձևաչափային իմաստով իհարկե կառույցները համատեղելի չեն, բայց մի կողմից փորձելով արդիական իրողությունների համարժեք հարաբերություն կառուցել Եվրոպական միության հետ որպես տնտեսական տարածություն, Հայաստանը անշուշտ կարիք ունի համարժեք հարաբերություններ հաստատել նաև այլ տնտեսական համակարգերի հետ, առավել ևս BRICS-ի, որը ընդգրկում է մի կողմից բավականին մեծ տնտեսական ծավալ ու պոտենցիալ և նաև դինամիկա ունեցող միջավայր, մյուս կողմից այդ միջավայրի աշխարհագրորեն համահունչ է Հայաստանի տնտեսական արեալին։ Համաշխարհային կառույցների փլուզման պարագայում լոկալ հարաբերությունների դիվերսիֆիկացիան կարևոր է Հայաստանի տնտեսական միջավայրի կանխատեսելիության կառավարելիության համար։ Միևնույն ժամանակ, սակայն, այդ հանգամանքն առավել հիմնարար, առանցքային նշանակության հարց է դարձնելու երկրում տնտեսական քաղաքականության էֆեկտիվության բարձրացումն ու Հայաստանի տնտեսության արտադրողական ներուժի գեներացումը։ Առայժմ Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում գեներացվում է առավելապես պետական պարտքը։